Դանիելյան, նախ կուզեի հարցնել, դուք այստեղ հայտարարություններ տարբեր հնչեցին, դուք նկատում Արցախը նաև պաշտոնապես վերադարձի իրավունքի հետ կապված կոնկրետ ինչ մեխանիզմներով է դա պատկերացնում եւ որ պարագայում այդ վերադարձը հավաքական վերադարձ արցախցիների հնարավոր համարում եւ մյուս հարցը դուք ելույթում կարծեմ ասացիք, որ նախագահի ընտրության հետ կապված, քանի որ հնարավորություններ չկա, ապա իրավիճակը կմնա այնպես, ինչպես այս պահին է, այսինքն կշարունակվի անժամկետ կամ անորոշ ժամկետով այս իրավիճակի պահպանումը, հա ճիշտ եմ հասկանում։ Նախ վերադարձի հետ կապված վերջերս Արցախի իրավունքների հիմնավոր պաշտպանության հանձնախումբը, որը ստեղծել է Արցախի Հանրապետության ազգային ժողովը, 2 տարվա իրենց գործունեությունը ներկայացրեցին, որ ինչպիսի ահռելի աշխատանք են կատարել միջազգային հարթակներում, տարբեր պետությունների խորհրդարաններում, որպեսզի խաղաղ, դիվանագիտական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պայմաններ են ստեղծվել, որպեսզի լինեն այն պայմանները, որպեսզի կարողանան արցախցիները վերադառնան իրենց հայրենիք։ Եվ մենք շատ տարբեր մեր հարցազրույցներում եւ հայտարարություններում ազգային ժողովի կողմից հնչել է, որ մենք վերադարձ տեսնում ենք այն ժամանակ, երբ որ կլինի անվտանգային մեխանիզմներ, միջազգային անվտանգային մեխանիզմներ եւ այդ պայմաններում կարող ենք արդեն խոսել վերադարձի մասին, բայց կներեք, այն պայմանները, որ տարբեր կողմերից, տարբեր ժամանակներ հնչել են անհատական կամ խմբային վերադարձ Արցախի ազգային ժողովի, Արցախի իշխանությունների կողմից ընդունելի չի։ Ընդունելի է միայն այն տարբերակը վերադարձի, ինչպես Արցախից մենք դուրս ենք եկել, այդպես էլ կարող ենք վերադառնալ, այսինքն լսում եմ։ Դուք հնարավոր համարում եք ռազմական գործողությունների միջոցով Արցախ վերադարձը։ Դա զեկույցները անհատներ են, իրենց կարծիքներն են հայտնում, իրենց տեսակետներն են հայտնում, մենք միշտ նշել ենք, որ կողմ ենք խաղաղության գործընթացին։ Խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է միայն այն ժամանակ, երբ արցախցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք, Արցախի Հանրապետություն, Արցախ։ Եթե տարածաշրջանում Հայաստան, Ադրբեջան ցանկանում են երկարատև խաղաղություն, դա միայն հնարավոր է արցախցիների վերադարձով։ Մեր տեսակետը սա է, նորից եմ կրկնում, մենք բազմաթիվ պատերազմներ ենք տեսել, մեր ժողովուրդը պատերազմներ են տեսել, մենք ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, բայց խաղաղությունը այսպես անընդհատ կրկնելով ամեն օր խաղաղություն ասելով խաղաղություն չի գալիս։ Խաղաղություն ես կտեսնեմ այն ժամանակ, երբ Բաքվից վերադառնան մեր բոլոր գերիները։ Խաղաղություն մենք կտեսնենք այն ժամանակ, երբ որ Ադրբեջանից ինչ որ այսօր հայտարարում են, դա չլինի, այսինքն մեքենաներով, տանկերով, չգիտեմ ինչով կգան Հայաստանի Հանրապետություն։ Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան։ Եվ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ որ արցախցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այդ ժամանակ մենք պատկերացնում ենք խաղաղություն, բայց քանի որ նշածս ոչ մի բան չկա, այդ ժամանակ խաղաղության մասին խոսելը այս բանին ես անիմաստ եմ համարում։ Դանիելյան, հայաստանյան իշխանությունները նշում են, որ փախստականների վերադարձի հարցը այս փուլում ոչինչ չի տալու եւ ըստ էության այդ հարցը բարձրացնելով խոչընդոտվում է խաղաղությանը։ Մտավախություն չկա արցախցիների կողմից, երբ պարբերաբար հավաքական վերադարձի հարցն է բարձրացվում եւ ասում են, որ պետք է այդ վերադարձը լինի։ Հիմա արցախցիները, որ այսօր հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում եւ ծրվում են ամբողջ աշխարհում, դա
ինչի հետևանքեր։ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա, 9 կամ 10 ամիս գրեթե բլոկադա, սովամա եղած եւ այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ Արցախայությունը լքի իրենց տները, իրենց պատմական հայրենիքը։ Հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունները նախ ոչինչ չեն առաջարկում այսօր Հայաստանի Հանրապետությունում արցախցիները որպեսզի կարողանան բնակվել։ Եվ երկրորդը դա միջազգային իրավունքով էլ է հաստատված, որ վերադարձը դա ցանկացած ժողովուրդ կարա իր մարդ վերադառնա իր հայրենիք, իր տուն, որպեսզի կարողանա իր կյանքը շարունակել։ Եվ այսօր խոսել, որ վտանգ է, սա է, վտանգ պետք է բանակցել, ուղղակի պետք է նորմալ բանակցություններ տանել եւ այդ բանակցությունների արդյունքում ամեն ինչ էլ հնարավոր կլինի։ Ինչ վերաբերում է ընտրությունների հետ կապված, ստեղծված իրավիճակում հնարավոր չի ընտրություններ կատարել եւ Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են իրենց գործունեությունը այս ձևով։ Պարոն Դանիելյան, վերջերս հրապարակեցին Մինսկի խմբի բանակցային փաթեթները, դուք Արցախի իշխող ուժի, իշխող թիմի անդամ եք եղել։ Ուզում եմ հարցնել, 2019 թվականների առաջարկին Արցախում տեղյակ էին, քննարկում եղել է այս հարցի շուրջ եւ երբ հետահայաց նայում եք այնտեղ ընդունելի է, արդյոք կարող է արդյոք ընդունելի լինել այդ տարբերակը։ Նախ 2019 թվին տեղյակ չէինք, որ նման առաջարկություն կա, վերջերս սկսեց մամուլում ակտիվ խոսել սրա մասին եւ առաջարկները ներկայացվել են Արցախում տեղյակ չեն եղել։ Մենք ամենայն դեպս ես տեղյակ չեմ եղել։ Եվ ռուսական կողմից եղավ սկզբնական շրջանում այս առաջարկների մասին մամուլում, հետո արդեն կառավարությունը հրապարակեց մեր համար պարզ էր, որ Մինսկի խմբի շրջանակներում այդ բանակցային գործընթացը ինչ որ գնում էր, որ հարցի կարգավորումը պետք է լիներ ինքնորոշման սկզբունքը պետք է պահվեր եւ մենք տեղեկություն ունեինք, որ հարցի լուծումը չէր կարող լինել միայն մեկ կողմի լիակատար, այսինքն չէր կարող բավարարվել միայն կողմը, պետք է բավարարվեին բոլոր կողմերը կամ բավարարված չլինեին բոլորը եւ հասկանում ենք, որ պետք է լիներ փոխզիջումներ։ Այդ փոխզիջումներով եւ մենք չենք ցանկանում պատերազմ լինի, խաղաղության մենք կողմնակիցն ենք, որովհետեւ շատ ենք տեսել պատերազմներ եւ պետք էր գնալ արդեն խաղաղ կարգավորման այս տարբերակով եւ 19 թվականի այդ հրապարակված այդ տարբերակը, եթե հետհայացք նայում ենք այսօրվա իրավիճակը եւ այդ առաջարկությունները, որ կան, թող հասարակությունը կներեք ընդունելի պետք է նախ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական կամք ունենային դա ընդունելի լիներ, համանախագահ երկրներին պետք է հստակ պատասխաններ լիներ, ընդունելի են թե ոչ, եւ պետք է լայն հասարակության հետ պետք է քննարկվեր այս թեմաները, ընդունելի են թե ոչ։